Բարի գալուստ Բերդ Ագրոֆեստ 2026։ Արդեն երկրորդ անգամ Բերդ համայնքի Նորաշեն ու Վերին Կարմիր գյուղերի խաչմերուկում անցկացվեց Բերդ Ագրոֆեստը։ Մեկ օրով այստեղ հավաքվել էին Բերդ համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ, տեղական արտադրողներ, գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ ու հյուրեր։ Արդեն երկրորդ անգամ ենք անցկացնում Բերդ Ագրոֆեստը, որը նորից նույն կարգախոսն է կրում զգա գյուղը, եւ այս տարի մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձրել երիտասարդական մասին, երիտասարդների համար նախատեսված ժամանցային մեծ ծրագիր ունենք, ինչպես նաեւ մեր տաղանդավոր այն հայրենակիցները, ովքեր այսօր հայտնի են, իրենց ենք հետ բերել եւ իրենք են այսօրվա մշակութային մասը կազմակերպելու։ Փառատոնի տարածքում գործում էին տարբեր տաղավարներ, դրանցում ներկայացված էին տեղական գյուղմթերքը, ձեռագործ աշխատանքներն ու համայնքում ստեղծվող այլ արտադրանքներ։ Յուրաքանչյուր արտադրող ներկայացնում էր իր աշխատանքը, պատմում որտեղից է այն սկսվել եւ ինչպես է ստեղծվում։ Բերդ Ագրոֆեստը, որը մեր համար փառատոն լինելուց բացի յուրահատուկ համայնքային համախմբման միջոցառում է եւ գործիք է եւս մեկ անգամ բոլոր մեր բնակիչներին այստեղ հավաքելու եւ համայնքային համագործակցության հրաշալի օրինակ է, այն նաեւ լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում մեր տեղական արտադրողների համար, նպաստում է ամենակարևորը նոր համագործակցությունների ստեղծմանը, որը մենք ամենաշատն ենք կարևորում։ Փառատոնը հնարավորություն էր նաեւ փոքր արտադրողների համար, իրենց արտադրանքը ներկայացնելու նոր մարդկանց եւ շփվելու այլ արտադրողների հետ։ Ներկայացնում ենք մեր տարածքին բնորոշ համեղություններ, ավանդական խմորեղեններ, միջուկով գաթա, բաղարջը, մեր սալին, մեր պատրաստմամբ իհարկե, մեր անտառներից հավաքած խոտաբույսերը, դեղաբույսերը ու մեր պատրաստած պանիրը կանաչիններով։ Հաճելի է միջոցառում է, ճանաչում ենք, իմանում ենք իրար։ Հաճելի է, որ մենք ժողովուրդ հետ այսքան լավ շփվում ենք եւ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումները ահագին զարգացնում է գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։ Փառատոնի ամենամարդաշատ հատվածներից մեկը Տավուշի խոհանոցին նվիրված տարածքն էր։ Այստեղ ներկայացվում էին տեղական ուտեստներ, անցկացվում էին համտեսներ եւ խոհարարական ցուցադրություններ։ Հյուրերը հնարավորություն ունեին ոչ միայն փորձելու ուտեստները, այլև ծանոթանալու դրանց պատրաստման ձևերին ու պատմություններին։ Բերդ Ագրոֆեստը հատկապես կարևորում ենք զբոսաշրջության ու հատկապես ագրո զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ Մենք նպատակ ունենք այս տարածաշրջանը, հատկապես Նորաշեն իմ գյուղն է, այնց անձնական մոտիվացիա ունեմ նաև, Նորաշեն հարակից գյուղերը, քանի որ այստեղ ավելի հայտնի է գյուղատնտեսական լանդշաֆտով, այստեղ դիրքավորել որպես ագրոտուրիստական դեստինացիա։ Մենք Վրաստանից հատուկ այս միջոցառման համար ենք եկել։ Այսպիսի փառատոնները շատ կարևոր են գյուղական համայնքների զարգացման, տեղական արտադրողներին աջակցելու եւ մարդկանց իրազեկելու համար։ Շատ ուրախ ենք Հայաստանի մեր գործընկերների հետ համագործակցության համար եւ հույս ունենք, որ այս նախաձեռնությունը դեռ երկար կշարունակվի։ Բերդ Ագրոֆեստի ընթացքում շեշտը դրված էր նաեւ համայնքի երիտասարդների մասնակցության վրա։ Փառատոնը նրանց համար շփվելու, նոր մարդկանց ճանաչելու եւ տարբեր գաղափարների մասին խոսելու հնարավորություն էր։ Մեր տաղավարում ներկայացված է Magic Bee, մեղվի արտադրությամբ զբաղվող ընկերությունը։ Այստեղ ցույց տրված է մեր տեսականին, ունենք տարբեր տեսականիներ, կախված թե մեղրի որակի, թե տեսակների հետ կապված։ Ընդհանուր առմամբ մասնակցում ենք փառատոնին առաջին անգամ եւ ակնկալիքները բավականին մեծ է։ Այսպիսի միջոցառումները նաև ցույց են տալիս, որ Տավուշի գյուղերը միայն գյուղատնտեսական արտադրությամբ չեն սահմանափակվում։ Այստեղ կան տեղական խոհանոց, ավանդույթներ, ձեռագործ աշխատանքներ, բնություն եւ պատմություն, որոնք կարող են հետաքրքրել նաև զբոսաշրջիկներին։ Շատ անհրաժեշտ է կարողությունների, գործիքակազմերի եւ տարբեր նաև այդ թվում ծրագրերից օգտվելու հնարավորություններ ընձեռել, որպեսզի իրենք կարողանան իրենց աշխատանքով իրենց կյանքի որակը բարելավել եւ բարձրացնել։ Մեկ տեղում ենք մեր տեղացի հայրենակիցների կարողությունների զարգացման այդ կարևոր գործում, որպեսզի իրենց լավ կյանքի որակ ապահովեն եւ իրենց ապրուստը ոչ միայն հոգան նվազագույն սոցիալական կարիքները, այլ կարողանան ինքնակրթվել, ինքնադրսևորվել եւ ավելի լայն հնարավորություններ ունենալ եւ իրացնել։ Շատ կարևոր է, որ տարածքային տեղական ակտիվ խմբերը ներգրավում են նման գործընթացների մեջ, համագործակցելով միջազգային գործընկերների շրջանակում։ Այստեղ այս ծրագրի շրջանակում նաև ներկայացված է հայ-ֆրանսիական համագործակցությունը, իդեմս Տավուշի մարզի, Տավուշի ագրոզբոսաշրջության ցանցի
եւ նոր նախաձեռնություններ բնականաբար կհետևեն այսպիսի գործընթացներին։ Նմանատիպ փառատոնները զարկ են տալիս գյուղական զարգացմանը, ինչու՞ չէ նաև մշակութային եւ զբոսաշրջային զարգացմանը։ Շատ կարևորում եմ միջտախային համագործակցությունը, որովհետեւ այստեղ Արմլակ ազգային ցանցի տաղավարով ներկայացված են Հայաստանի գործող գրեթե բոլոր տախերը։ Կարևորում եմ նաև միջազգային համագործակցությունը, որովհետեւ մենք այսօր հյուրընկալում ենք մեր Վրաստանի գործընկերներին, Գելագի գործընկերներին, ում հետ պլանավորում ենք զարգացնել մեր ռեգիոնալ համագործակցությունը։ Համերգային կատարումներով տեղական համերի եւ գյուղական արտադրանքի ներկայացմամբ Բերդ Ագրոֆեստը շարունակվեց մինչև կեսգիշեր։